Փառավոր Տեր, Դու ամենն ես ինչ մենք ունենք, ու թող սա միայն խոսքեր չլինի մեր փառավոր Հիսուս, թող մեր փափագը լինես դու քեզ ճանաչելը ու քեզ նմանվելը, ոչ թե մեր երևալը, մեր ճանաչված լինելն ու մեզ ցույց տալը, այլ դու Տեր ու քեզ նման լինելը։ Ես աղոթում եմ այսօր քո տան համար, ամեն մեկի քո զավակների, քո գառների համար, Տեր, որ քո խոսքով կերակրես մեզ, Տեր։ Այսօր տար մեզ խոտավետ տեղ, Տեր, հով տեղ, տար մեզ տեղ, որտեղ որ շատ ջուր կա, որտեղ որ շատ կերակուր կա, քո խոսքը ասում է, որ ուտելիքը շատանալի, ժողովուրդն էլ է շատանում, Տեր։ Այսօր մեզ տար շատ ուտելիքի մեջ, Տեր։ Այսօր թող մենք չլինենք նման Հագարին, որը որ խնդրից փախնում է, տեսնելով, թե ինչպես է իր պտուղը մահանում, այլ մենք լինենք մեկ, ով խնդիրը լուծում է ու չունի ոչ մեկի մահը տեսնելու։ Թշնամի ջանքերդ քաշիր Աստծո եկեղեցուց, Աստծո հոտից, ես քեզ տալու ոչ մեկ չունեմ Հիսուսի անունով, ես հանդիմանում եմ քեզ, ես հանդիմանում եմ քո մտքերը, ես հանդիմանում եմ քո պարիսպները, որ կառուցել ես իմ քույրերի ու իմ եղբայրների մտքի մեջ, ես հանդիմանում եմ այն մտքերը, որ տվել ես Աստծո ժողովրդին, որոնք որ քայքայում են իրանց կյանքը, թող բացահայտվի ամեն սուտ, որ խոսել ես Աստծո զավակների մտքի մեջ։ Տեր Հիսուս, շնորհակալ եմ, որ մենք քոնն ենք, դու մերն ես, ու դու արդեն ասել ես, որ ոչ ոք չի կորելու, ովքեր որ քոնն են։ Հալելույա։ Գիտեք, մենք մեզ չենք վստահում, մենք իրան ենք վստահում, մենք շատ վստահելու բաներ չունենք էլ, բայց նա ունի, նա վստահելի է։ Գիտես, մի միտքը, կարող քո կյանքը կործանի, մի միտքը, մենք մեկ արժեք չենք տալիս մտքին, ասում ենք դե լավ, մի հատ միտքը կարող քո կյանքը լրիվ փոխի 180 աստիճան, կարող քո համար դառնա օրհնություն, մի միտքը կարող քո կյանքը կործանի, մի միտքը կարա եկեղեցին քանդի, մի միտքը կարա եկեղեցին կառուցի, դու կասես այդքան կարևոր է միտքը, մի միտքը Եվային գցեց մեղքի մեջ, մի միտքը, 10 միտք չէր, մի միտք էր, մի միտքը ամբողջ մարդկությանը մեղավոր սարքեց, մի միտքը, որին դու ասեցիր, հա, քեզ փրկեց, այդպես է թե չէ, մի միտքը շատ կարևոր է, ու շատ կարևոր է, որպես Աստծո զավակ, դու ում միտքն ես ընդունում, ում միտքն ես տարածում, ում միտքն է քո ներսում պտտվում,
Դա էլ իմ կյանքը կառավարում է։ Մի միտք։ Ես մի հատ միտք ունեմ։ 2 տարի հետո Համալիրում 5000 երիտասարդ իրար հետ երկրպագենք Աստծուն։ Մենք դու ինքը ընդամենը մի հատ միտք է։ Իսկ կարող է այդ միտքը Հայաստանում արդյունություն բերելու հիմքում անկած։ Երեք մոտ 200 երիտասարդ ենք հավաքված, 180 քանի, մենք էլ լավ մեծ բիձա երիտասարդներով հետները 200 հասենց։ 15 եկեղեցի, միաբան, Երևանի տարբեր եկեղեցիներ, առաքելական եկեղեցուց մարդիկ կային, հենց առաքելական եկեղեցուց, քո իմացած առաքելական եկեղեցուց, մկրտական եկեղեցուց մարդիկ կային, քո իմացած հենց մկրտական եկեղեցուց, ավետարանչական եկեղեցուց կային, հոգեգալստական եկեղեցուց, որ թազա չէ հին հոգեգալստական, մեր քաղցր, գլխաշորով, քույրերը, վերջի կոճակ կոճկած եղբայրները, երկարաթե, որ թևերը չերևա, մազերը, սաղ, ոնց կար, խարիզմատ եկեղեցուց մարդիկ, մենք ընդեղ ենք, ժողովուրդ, նոր հոգեգալստականներ, հին ես նայում եմ, ասում եմ, տեր, սկսել է, ու գեղամը երկրպագում էր, ու դուք պիտի տեսնեք ընդեղ ինչ էր կատարվում, մի խարիզմատ քարոզեց, մի մկրտական քարոզեց, չես կարա ասես, որի քարոզներ ավելի լավ, ով ոչ մեկը չէ, երկուսն էլ մեկը մեկին տվին անցա, Ռեմայի Կարենը քարոզեց, ու էծի կաղբերես, երկուսն էլ իմ ընկերն են, ոնց դու մկրտական ընկեր ունես, լիքը, ու սենց նայում եմ, ասում եմ, տեր, ես ինչ ես անում, մենք փառաբանեցինք, մեր յուրահատուկ փառաբանությամբ, կոճան ենք փառաբանեցին, իրանց յուրահատուկ փառաբանությամբ, չես կարա ասես որն էր լավը, նրանցը մի այլ տիպի վրա էր լավը, մերը մի այլ տիպի վրա էր լավը, որտեղ կար Աստծու ներկայությունը, երկու տեղն են, իրար հետ հաց կտրեցինք, ու ես ասում եմ, տեր դու ինչ որ բան ես անում, դու սկսել ես, գիտեք, ուզում եմ այսօր մի գուցե բառեր օգտագործեմ, քեզ թվա դրանք կոպիտ են, բայց ես ուզում եմ ընդգծեմ որոշ բաներ, կա հին փդած մտածելակերպ, սենց ասցի նախաբան ասեմ հետո, փդած, դա հնուց է եկել, ես հավատում եմ, որ մենք պիտի շարժվենք առաջ, սրա հետ գործ չունես, գիտես իրա մասին ինչ են ասում, դա փդած մտածելակերպ է, դու գիտես, այս ինչ եղբայրը ինչ է արել 2 տարի առաջ, հա արել է, ապաշխարել է, Աստծու խոսքը ասում է, նույն բանը, որ դու ես անում, են մեկն էլ է անում, ինչ ես իրան հանդիմանում, բա դու գիտես այն ինչին, այս ինչի հետ գործ չունես, գնացեք վարույն ասեք, այս ինչի հետ դու գործ չունենա, ինչի, իրա մասին լավ բաներ չեն ասում, մթոն վարույի մասին սաղ լավն են ասում, Թավամ Հիսուսի մասին լավը չեն ասել, ասում է, վայ ձեզ, երբ որ ձեր մասին բոլորը լավ են ասում, տենց է թե չէ, տենց է գրած, դա փդած մտածելակերպ է, որից այս սերունդը պիտի դուրս գա, ու իրար հետ միաբան Աստծուն պաշտենք, ու ես խնդիր չունեմ, որ իմ կողքինը գլխաշորակցե, ես խնդիր չունեմ, որ ես կողքինս լեզուներով չի աղոթում, ինքն էլ խնդիր չունի, որ ես եմ աղոթում, բայց մենք իրար հետ ունենք մի բան, ով մեզ միաբանում է, մեկը, որը որ ավելի կարևոր է, քան այն 100-ը, որ մեզ բաժանում է, այդ մեկի անունը Հիսուս է, ես եկել եմ ձեռքերս այդ մեկին բարձրացնեմ, ես եկել եմ լեզուներով այդ մեկին աղոթեմ, կողքինս գլխաշորակցե այդ մեկի համար, ես էլ իմ մազերը ներկել եմ այդ մեկի համար, ու մեզ ինքն է միաբանում, Հիսուսը,
ու թքած են 100 կետերին, որ մեզ բաժանում են։ Հին սերունդին սա դժվար է, բայց երիտասարդների համար խնդիր չի։ Ու գալու է ժամանակ մենք միասին, կարող է Տերը մի տարի հետո է անում, ես եմ 2 տարի ասում, մենք միշտ ավելի ուշացնում ենք Տիրոջ գործը։ Մենք վերցնենք համալիր, իրար հետ երկրպագենք Աստծուն, վայելենք Աստծո ներկայությունը։ Թույլ չտանք ինչ-որ մի եպիսկոպոս խանգարի, թույլ չտանք ինչ-որ մի մեգա մեծ եկեղեցի խանգարի, թույլ չտանք։ Մենք հավեսով գնանք առաջ։ Դուք ասես ինչը խանգարել են, փորձել են 2 անգամ, բայց այս անգամ չի հաջողվի։ Հաջորդը ամեն 3 ամիս հավաքվելու ենք, հաջորդը Երևանի մյուս եկեղեցիները ովքեր չեն եղել, հաջորդը ռայոնի եկեղեցիները, հետո մի հատ կանենք Արարատի մարզում, մի հատ կանենք Կոտայքի մարզում, մի հատ կանենք Էջմիածնում, հետո մարզերը ու հետո բոլորս իրար հետ երիտասարդներով։ Համալիրը թող չլինի ստադիոնը լինի, դա էական չի։ Սա շարժ է, սա արդյունություն է, որ Տերը անում է։ Ամեն։ Հալելույա։ Ունենց լավ է, որ իրականում ինչ-որ մեկը տարիներ առաջ լսեց Աստծուն միաբանեց հովիվներին, հովիվները եկան ու իրար հետ սիրով այս ամեն չարեցինք։ Փառք եմ տալիս ամեն հովի համար, ով այդտեղ է, փառք եմ տալիս այն շատ հովիվների համար, ով այդտեղ լինելու են։ Լավ, անցյալ բաներից շատ չխոսանք, հետի եղել է, հետի երեք եղավ, չնայած թարմա, իմ մոտ էմոցիաները թարմա, ով կար ընդեղ, իրոք հավես էր, չէ, իմ մոտ սենց էմոցիաները հլը թարմա, բայց բան կանենք, ոնց որ արդեն մենք մտածում ենք հաջորդը, արդեն պլանավորում ենք հաջորդը, ասեմ, որ սիրելիներ, սա մեր նախավերջին հավաքույթն է այս շենքում, ես որոշել եմ հաջորդ շաբաթ գամ Բարիս Ամարացի եկեղեցի, նու ինչքանով որ Տերը կառաջնորդի թույլ կտա իրանք ու մեր բոլորի անունից շնորհակալություն ասեմ իրանց, որ այս 4 տարիների ընթացքում կիսեցին մեր հետ իրանց դալիճը, նաև ներողություն խնդրեմ բոլորի փոխարեն ավել պակաս ամեն ինչի համար ու մտածում եմ նաև ընծա Գիտեք, ես մտածում եմ, որ ցանկացած ձևի, որ մի տեղից դուրս ես գալիս, որ դռնով որ հելնում ես, այդ դռն էլ քո համար բացվում է։ Ես մտածում եմ, որ մենք շենք ենք ուզում, չէ՞։ Եկեք մենք ցանենք թեկուզ հենց այս շենքի մեջ։ Ու ինչ որ բան ցանենք մենք ստեղ, ինչ որ բան թողենք, վատը չէ, լավը, օրհնություն շնորհակալություն, պատիվ, գոհություն, հա, ու ճիշտ դուրս գանք։ Տենց մտածում եք ճիշտ է, թե չէ։ Và եթե մտածեք ճիշտ չի, մեկ այս անելու եմ, նես չի որ։ Ուղղակի ուզում եի ջոկե ճիշտ դուք ոնց եք մտածում։ Շատ լավ։ Ուրեմն մենք հաջորդ կիրակի անելու ենք մեր վերջին հավաքույթը ստեղ ու հետո մեր գույքը հավաքելու ենք, արդեն տեղ ունենք, որտեղ մեր գույքը դնելու ենք, իսկ հաջորդ հավաքույթը, մեր հաջորդ հավաքույթը սեպտեմբերի 6-ին կիրակի օրը մենք անելու ենք քաղաքի սրտում, կենտրոնի կենտրոնում, Թումանյան 23-ը հասցեն, օպերայի դեմը Թումանյանի ու բանի խաչմերուկի վրա է, այն մյուս փողոցը որն է, Կողբացու, Վան բիզնես կենտրոնն է, ամենամեջտեղն է քաղաքի, մի խոսքով, հենց տեղ ենք անելու, մեր երիտասարդները ներքևում կլինեն, որ ձեզ դիմավորեն հանեն, ընդեղ 2 կոնդիցիոներ կա բավականին, բադալիճ են, այնպես որ ովքեր շոկի պատճառով չեն գալիս, կարող եք գալ, մի քիչ փոքր է, բայց մենք կտեղավորվենք։ Այնպես որ առաջ ենք գնում, հա, գնում ենք դեպի կենտրոն, որպեսզի հիմա նաև կենտրոնը վերցնենք, այնտեղ այս բաները էլ պետք չի լինելու քույրերի ու հովալ լինելու։
Գեղեցիկ լավ դահլիճ է։ Հետոն արդեն խոսենք հետո, այնպես որ հաջորդ կիրակի գալիս ենք ստեղ բոլորով, ովքեր չկան, մեզ լսում են, դուք էլ եկեք մեր վերջի հավաքույթը անենք, չեմ կարող ասեմ տոնական, երևի հրաժեշտի, հա, այս դահլիճին ու հետո արդեն սեպտեմբերի 6-ին գնում ենք Թումանյան 23 Վան բիզնես կենտրոն։ Ահա, բոլոր հայտարարությունները բրծավ։ Շատ լավ։ Այսօր ուզում եմ մի քիչ խորը մտնենք որոշ տեղեր ու որոշ բաներ նայենք իրար հետ մեր կյանքի մեջ հաջորդ ծառայության համար Աստված խոսք է տվել, բայց հաջորդ ծառայությունը ավելի ադմինիստրատիվ կլինի, ավելի ոնց որ խոսենք որոշ փոփոխությունների մասին, ինչ որ մեզ սպասվում է, չգիտեմ, ով գիտի, որ թե ուսումնական, թե եկեղեցու տարին սկսվում է սեպտեմբերով, չգիտեմ, ով ուսումնականը բոլորս գիտենք, հա, այնտեղ մարգարեականները ջոկել են, եկեղեցու տարին, մենք նոր տարի ենք նշում, չէ, մեր համար նոր տարին սկսում է հունվարով, եկեղեցու համար տարին սկսվում է սեպտեմբերով, սեպտեմբերից տարին սկսվում է նոր բաներ, վերջում ամեն ինչ ամբողջացվում է ճամբարներով, ճամբարները դառնում են կուլմինացիա եկեղեցու կամ կոնֆերանսները ու սեպտեմբերով սկսվում է, այսինքն նոր բում է լինում, նոր ընթացք է սեպտեմբերին, մեկ էլ նայում ես աշնանային կոնֆերանսներ դրեցին, ուզում են նոր ընթացքով սկսեն, հիմա ուզում եմ ասեմ, որ մեր մոտ նույնպես ամեն ինչը բառացի սեպտեմբերով նոր ընթացք է դահլիճով, որոշ փոփոխություններով, որը որ մենք հաջորդ ծառայության ենք խոսանք, առանցին թիմի հետ, առանցին ծառայողների հետ խոսանք on-line, կամ միգուցե ինչ որտեղ հավաքվենք, դա շաբաթվա մեջ կկազմակերպենք, ու մենք ունենալու ենք հետաքրքիր ընթացք, լավ ընթացք, այն ինչ որ լինելու է, Աստված վատ բան չի անում, վատ փոփոխություն չի անում։ Գիտեք, մեկ բաներ կա մենք կարանք չհասկանանք, բայց ամեն բան Աստծո տան մեջ արվում է, որպեսզի պտղաբերությունը ավելի լավ լինի։ Նույն սերմը, հա, անցած ծառայությանը խոսում էի սերմից։ Ով է հիշում անցած քարոզս, կարճ էր, բայց քարոզի վերնագիրը էս էր, որ քեզ չեն թաղել, քեզ ցանել են։ Ու դու մտածում ես որպես սերմ ինձ թաղել են, վայ հող են լցնում վրաս, բայց Աստված вообще-տ չի մտածում, ասում է տղա ջան, այդ հողը, դա գերեզմանի հող չի, դա լցրել են, որ դու պտուղ տաս։ Հա բայց ես չեմ ուզում մեռնեմ։ Բայց եթե չմեռնես, պտուղ չես տա, ասում է, եթե ծորենի հատը չմեռնի, պտուղ չի տա։ Ու Աստված օգտագործում է մարդկանց քո կողքի, որ դու մեռնես, դու ասում ես, չէ, ես չեմ մեռնելու։ Ինձ սպանեք էլ չեմ մեռնելու։ Ասում է, ախր ես ուզում եմ, որ դու պտուղ տաս։ Մեկ էլ ջուր է լցնում, բլբլու ասում է խեղդում են, կայնի տեղը, համար ջերում են, մի քիչ թրիքմը, գոմախ, որ ավելի լավ պտուղ տաս, ասում է հոտ է գալի։ Գիտեք, իրականում լինում է կյանքում ժամանակ, երբ որ կա էլի այդ հոտը գալիս է, էլի, երբ որ գոմախպին կսվում ես, վսյոտիկի հոտ է գալիս։ Մի ընկեր հովիվ ունեմ, Թելմանը բանում, աշխարի ձերն են, Քելբաջա, Եղեգնաձոր, ընդեղ իսաղ հովիվները ինձ ընգեր են մնացել, ասում է, մեր ժորը աղբոր խնամին է, ասում է, մի օր ապալ-թապալ պիտի գնենք ծառայելու բան, Սևանի կողմերը, Վարդենիս մեր էր ծառում, ասում է, տես գոմից էլ ապար, դե գյուղի մարդը գոմի հետ գործ ունի, ապալ-թապալ նստա ավտոն քշում են, մեկ էլ ասում է, այսովա գոմից էլ է, չի լողացե, հոտ է գալի բան, ասում է, ձե ինչ են անում, 4 հոգի ավտոյի մեջ մարդ կա, այսում վրից ես գոմի հոտը գալի, մի հատ լվացվեք, նոր բան անեք, բան ասում է, ձե ինչ կա, ասում ես, օգնականս քշում է ու ձե ինչ կա, էլի, այ մարդ ասում է, խի ձե ինչ եք անում, ում վրից է գոմի հոտը, մեկ էլ հոր ջան, ախար քո վրից է այդ գոմի հոտը ասում, դու ես նոր էլի, ասում է, նայեմ զաղթարիքա շորել ես, գիտես, մեկ այդ գոմախպը ինքը սերմի համար, ինքը պարարտա նյութ է, որ սերմը լավ պտուղ տա, մեկ
Այդ հոտը կպնում է սերմին։ Քեզանից հոտ է գալ, ինչ որ մի բան են չի, ինչ որ մի ոլորտում են չի, ինչ որ բնավորության մեջ են չի։ Բայց Տերը էդի դրել է, որ մեռնես, որ այդ հոտը քաշես, մեռնես ու պտուղ տաս։ Ջուրը պտղաբեր լինելու համար է։ Ես խոսում եմ, որ սերմը չգիտի ինքը ինչ է դառնալու։ Կավը չգիտի ինքը ինչ է դառնալու։ Ես անկեղծ ինձ որ 10 տարի, 20 տարի առաջ ասեն 20, 15 տարեկան տղա է, դու հովիվ ես դառնալու, կասեի ինչ, չոբանը պապտա մի հատ կտայ։ Ես չգիտեի հովիվը ինչ է։ Ես չգիտեի, որ ես հովիվ եմ դառնում։ Երբ որ ինձ ասեցին, որ ես պիտի հովվեմ եկեղեցին, ես ես նստած, ես ձգի էի ուզում էդ հայ։ Ես նստած ասում եմ, այ մարդ հարամ արիք գիշերվա գլովը։ Մենք չենք իմացել ու մենք չգիտենք դեռ Աստված մեզ ուր է տանելու։ Դու դեռ չգիտես Աստված քեզ ուր է տանելու ու միգուցե դու այսօր բավարարվել ես ընդեղով, որտեղով կաս, Տերը ասում է լսի, մերի, թույլ տուր, սպանեմ, որ պտուղ տաս։ Մենք հասկանում ենք, այս մի քանի անգամ է Տերը դնում է իմ սրտում։ Այս ինչքան ժամանակ է սերմի մասին եմ մտածում, այս ինչքան ժամանակ է երրորդ գլուխն է բերում իմ առաջ, հա կարդում եմ կաղի մասին, այսօր մի քիչ խոսալու եմ։ Այն օրը դաժե Ռոմը մի հատ քարոզ է ուղարկել, էլի կաղի մասին, դիդի Ջեքն է քարոզում, ասում եմ Տեր ջան, մնացել եմ այդտեղ, առաջ չեմ գնում այդտեղից։ Ես հասկանում եմ, որ Աստված խոսք ունի, որ Աստված ուզում է, Աստված կարա մի խոսքի միջոցով երկար ժամանակ խոսա։ Առաջի Կորինթացիս 5:17-ը 6 ամիս ինձ խոսացել է, եթե մեկը Քրիստոսում նոր արածը, հներն անցան ամեն բան նոր եղավ։ 5 ամիս, 6 ամիս այդ խոսքը առավոտը հելել եմ, խոսացել է, նոր բացվել է։ Լավ ոնց սերմը պտուղ տա։ Ինչպես աճում սերմը։ Մենք հասկանում ենք, պիտի մեռնես, որ պտուղ տաս։ Հա, նստած ասում ես լավ։ Արի խփի լավ բոշկե։ Չէ, դրա մասին չի խոսքը։ Որ մեռանք էլի, դրա մասին չի խոսքը։ Ես չեմ կարծում, որ այս եկեղեցում մեկը կա, որ չի ուզում պտուղ տա։ Սաղս ուզում ենք պտուղ տանք։ Բոլորս ունենք խոստմունքներ։ Բոլորիս Աստված կանչել է մեծ բաներ անելու։ Ես այսօր եկել եմ քեզ ասեմ, կարողա ցավացնեմ քեզ այսօր։ Չփախնես։ Բայց ուզում եմ քեզ ցույց տամ, ինչն է քեզ խանգարում, որ չես մտնում այդ մեծի մեջ։ Մեր կյանքում լինում են օազիսներ, որ մենք գալիս ենք, սենց կանգնում ենք, հոպ ու մնում ենք այդտեղ։ Բայց Տեր դու ինձ Քանանի երկիրներ խոստացել, հա բայց քեզ ով է ուզում մնաս այս օազիսի մեջ։ Ու հաճախ մեր իրավիճակը, որում հայտնվել ենք, որ մենք մտածում ենք, որ դե էս էր միգուցե։ Մենք մինչև չգնանք առաջ, մենք մինչև չաճենք, մենք չենք մտնի այն ամենայի մեջ, ինչի մեջ Աստված մեզ կանչել է։ Ես չեմ ուզում իմ կոչումը թերի անեմ։ Ես չեմ ուզում լինեմ այնպիսի առաջնորդ, որ քեզ փշի անեմ, որ դու քո կոչումը թերի անես։ Եթե Աստված քեզ կանչել է հազարավոր մարդկանց վրա ազդեցություն ունենալու, ես քեզ կսպանեմ, որ պտուղ տաս։ Այս ինչ ասում հովիվը, շնորհքի քարոզիչը։ Ես քեզ կօգնեմ, որ դու մեռնես։ Այլապես դու չես կարող պտուղ տաս։ Ինչպես ենք պտուղ տալիս։
ինչպես է սերմը աճում։ Հակոբոսի մեջ Աստծո խոսքը ասում է Հակոբոս 1:21-ը։ Դրա համար ամեն աղտեղություն կեղտ։ Աղտեղությունը կեղտն է, կեղտոտություն։ Չարության կուտակում։ Դե չարությունը պետք է լինի, որ կուտակումը լինի։ Դենքցեք եւ հեզությամբ ընդունեք ձեր մեջ սերմանված խոսքը, որ կարող է ձեր հոգիները փրկել։ Այսօր ես ուզում եմ խոսեմ դենքցելուց։ Մինչև դեն չգցես, խոսքը չես ընդունի։ Ասում է, այս դենքցի, հետո հեզությամբ ընդունի խոսքը, որը որ իրականում բնագրում հոգին գրած չի, պսիխիա գրած, շունչը կարա փրկի։ Մեր շունչը կարիք ունի այսօր փրկվելու, նորոգվելու։ Մեր միտքը այսօր կարիք ունի նորոգվելու, բայց հա մեր միտքը նորոգում է Աստծո խոսքը, հա Աստծո խոսքը մեր միտքը նորոգում է, բայց սրա համար կա բայց, մինչև չթողես։ Աստծո խոսքը ասում է հակառակ կացեք սատանային ու հնազանդվեք Աստծուն, չէ՞։ Մենք ասում ենք Տեր, ես հնազանդվում եմ քեզ, չէ, հակառակ պիտի կենաս սատանային, նոր հնազանդվես Աստծուն։ Չլինի քեզ հնազանդվեմ, հետո հակառակ կենամ, չէ, ձևը սենց է։ Այսօր ես ուզում եմ խոսամ դենքցելուց։ Սա քո ֆունկցիան է, իմ գործը քեզ ցույց տալն է, քո գործը գործելն է։ Առաջի բանը, որ պիտի դենքցես, էդի են մտքերն են, դու կասես, իրեք շաբաթ խոսում ես Հովիկ ջան, իրեք էլ կխոսամ, հետո իրեք էլ, մինչև փոխվես։ Են միտքն է, մի հատ միտքը, սաղ մտքերը չէ, մի հատ միտքը, որ կյանքը տուտում է։ Են մի հատ միտքը, որ բաժանում է բերում եկեղեցում, են մի հատ միտքը, որ քեզ քո ամուսնու հետ բաժանում է, են մի հատ միտքը, որ քեզ քո քրոջ ու քո աղբոր հետ թույլ չի տալի, որ նորմալ շփվես։ Մի միտք պիտի դենքցես։ Պիտի թողես։ Տեր արի ինձ, արի թող էդի, չէ Տերը չի թողելու։ Էդի տիրոջ ֆունկցիան չի։ Էդի դու պիտի անես։ Ցանկացած միտք ինչքան էլ ինքը լավն է թվում, ինչքան էլ ինքը քո գլուխը շոյում է, դու պիտի իմանաս որտեղից է ինքը ծնված։ Ինչ է այդ միտքը անում, ինչ է այդ միտքը սարքում, ինչ է այդ մտքի արդյունքը, ինչ է այդ մտքի ուզածը ինչ է։ Վատ միտք չէր, դա վլարի, վատ միտք չէր, վատ միտք չէր, կամաց գալիս է որպես ընկեր, ասի, Աստված որ ասել է ծառերից չուտես, այդ ասել է որ իրապես չլնես, ինքը քեզնից բան է պահում, կեր, վատ միտք չէ, այս միտքը քո կողմից է, քո շահն է պահում, շնորհակալ եմ շատ, քո շահն է պահում, բայց քո կյանքը կործանեց ու քո սերունդի կյանքը կործանեց։ Ամեն միտք չի, որ քո շահն է պահում, այդ միտքը Աստծուց է։ 90%-անոց սատանան որպես օձ գալիս է, տալիս է միտք, որը որ քո շահն է պահում, ոտնակոխ անելով քո աղբոր շահը, էդ իրա միտքն է։ Ոտնակոխ անելով արքայության շահը, էդ իրա միտքն է։ Պողոս առաքելն ասում է, լավ չեք կարա դուք զիջեք։ Գիտեք, այն միտքը, որ գալիս է, որը որ պնդում է քո շահը, Պողոսը ասում է, չես կարա շահդ մի կողմ տնես, արքայության շահը պահելու համար։ Առաջի բանը, որ ուզում եմ խոսամ, սա դենքցելն է, դրա համար ամեն աղտեղություն, ամեն կեղտ, իմ մեջ կեղտ չկա,
Ես Աստծո խոսքին եմ հավատում, կոնկրետ Հակոբոսին ավելի շատ եմ հավատում, քան քեզ։ Գիտեք ամեն օրի մեջ ինչքան եմ հայտնաբերում։ Ու այս վերջերս իմ մեծագույն երևի ծառայությունը դարել է իմ մեջի կեղտերը գտնեմ շպրտեմ մի կողմ։ Ցավոք սրտի ամեն անգամ, երբ որ գնում եմ ուսումնասիրելու մի բան հայտնաբերում եմ։ Ցավոք սրտի։ Ամեն կեղտ, ամեն չարության կուտակում։ Օ, մեր մեջ չկա չարության կուտակում, հովիվ ջան։ Մենք լսել ենք, որ դու շնորհք ես քարոզում, տենց բաներ չպիտի քարոզես։ Խոսքն է ասում։ Որտեղից է կուտակվում այդ չարությունը։ Մի միտք։ Ես ասում եմ, թող այդ միտքը թե չէ կյանքը ուտելու է։ Երկրորդ տեղը, որ ուզում եմ կարդամ, սա առաջի Կորինթացիս 13-11-ն է։ Երբ երեխա է, երեխայի պես էի խոսում, Վահան աղբերս այս քարոզի մի մասը լսել է։ Երեխայի պես էի մտածում, երեխայի պես էի տրամաբանում, բայց երբ տղամարդ դարձա, երեխայական բաները թողեցի։ Թող։ Չէ, ես աղոթում եմ, որ Աստված գա ու թողի երեխայական բաները։ Իրեք բան ասում Պողոս առաքյալը, ասում է, երբ մանուկ է, երեխայի պես է խոսում, մտածում, տրամաբանում։ Գիտես, մինչև հասնենք թողելուն, քանի չես թողել երեխայությունը, սա քո պարտականությունն է։ Բացահայտել քո մեջ այն մանկությունը, երեխայությունը, այն աշխարհայինը, որը որ պիտի թողես, ու թողես։ Առաջինը բացահայտում ես։ Բայց ուզում եմ, որ մենք մի հատ նայենք այստեղին, երեխայի պես էի մտածում, խոսում, մտածում, տրամաբանում։ Ինչպես է խոսում, մտածում ու տրամաբանում երեխան, ցանկացած իրավիճակում իր շահը պաշտպանելով։ Ցանկացած իրավիճակում, երեխան չունի ուրիշի շահ։ Երեխու համար չկա ծնողի շահը։ Չկա տենց հասկացողություն։ Ու մանկական ինձ կներեք, բայց մանկությունը չի գնում տարիների հետ, ինձ կներեք, մանկությունը չի գնում տարիների հետ, դու կարաս մեծանաս, բայց քանի չես թողել քո կյանքի ես ինչ ոլորտի մանկությունը, ինքը քո հետ մեծանալու է, ինքը ուղղակի չի գնում, ամուսնանալով ամուսին չեն դառնում, են որ կանգնեցիր մատիտ մատանի դրին դու էլ կնոջդ, դրանով դու չդարար ամուսին, դուք ընդամենը ամուսնացաք, այ հետագա կյանքնա ցույց տալի դու ամուսին ես կամ կին, երեխա ունենալով դու չդարար ուղղակի հայր, սենց հոպ ես արդեն հայր եմ, դե ֆակտո, որպեսզի լինես հայր, դու պիտի հայրություն անես, ու շատ հայրեր երեխա ունեն, բայց իրանք հայր չեն, որտև հայրություն անել չգիտեն, շատ ամուսիններ ու կանայք իրանք ամուսնացած են, բայց ամուսին ու կին չեն, ու շատ մեծեր իրանք մեծացած են, բայց հլը մանուկ են, որովհետև չեն թողել, հա ինքը տարիքով 45 տարեկան է, 50, 60, 70 տարեկան է, բայց երբ որ ասում ես թող մանկությունդ, չէ ինքը ասում է, չէ ինքը որոշել է պինդ բռնի իր շահը, ինքը որոշել է պինդ բռնի մանկական մտածելակերպը, ես, ինձ, իմ շուրջը, իմը, ինքը չի թողում, ինքը չի թողում, դու իրանին կպար, թուրը հանում է, հետի Աստծո խոսքը չէ, հետի ուրիշ թուր է,
մեզ ինչա պետք սիրելիներ, մեզ պետք է թողել, սա որոշում է, այդ մտածելակերպը, այդ խոսելու ոճը, այդ տրամաբանությունը մենք աշխարհից ենք մեր հետ բերել, ցանկացած իրավիճակում մեզ պաշտպանելու ունակությունը որբությունից ենք մեր հետ բերել, որբությունը մտավ աշխարհ Ադամի կատարած գործից հետո, մինչև մեղքը չկար որբություն, չկար ինձ պաշտպանել իմ ձևերով հասկացողություն, ինչի, որովհետև Աստծո ծածկոցից դուրս եկան, չնայած Աստված եկավ էլի մտցնելու է ծածկոցի մեջ, բայց չեղավ իրական ապաշխարություն։ Ու ցանկացած իրավիճակի մեջ այս խոսքերը, այս խոսելու ձևը, այս մտածելակերպը, այս տրամաբանությունը, որը որ ես չեմ թողում, որովհետև միգուցե չգիտեմ, միգուցե չեմ բացահայտել, որը որ ես չեմ թողում, որովհետև ինձ ձեռ չի տալիս երկրորդը, որը որ ես չեմ թողում, որովհետև չեմ ուզում երրորդը, իրականում ինձ է կործանում, իրականում իմ կյանքն է փչացնում, երբ տղամարդ դարձա, երեխայական բաները թողեցի, ինչ ուզում ես ասես մենք տղամարդ չենք, դու քո հետ նստի այդ հարցը լուծելու։ Բնագրում այս խոսքը հետո առաջ է գրած։ Ինքը հնչում է սենց, երբ թողեցի երեխայական բաները, ես հասկացա, որ ես տղամարդ եմ։ Երբ որոշեցի թողեմ երեխայական բաները, Բայբլզումով կարակ կարդակ կտեսնեք հերթականությունը։ Ես հասկացա, որ ես տղամարդ եմ։ Ու ամեն օր ես կարիք ունեմ թողեմ այդ մանկությունը, այդ մի օր չի, որ ես հենց արցնացա, այս քարոզից հետո, այս ինչ լավ խոսք է հովևս քարոզ է, ես որոշում եմ թողեմ իմ մանկությունը։ Ու դու մտածում ես վաղը առավոտը ինքը չի գալու, ու դու մտածում ես գործի տեղը ինքը չի գալու, ու դու մտածում ես եկեղեցու կոնֆլիկտի մեջ, ո՞մ են կոնֆլիկտներ չենք ունենում, մեր եկեղեցում չկան կոնֆլիկտ, այն մյուս եկեղեցիներում, երբ որ կոնֆլիկտ ա լինում, ինքը չի գալի։ Մերոնք բոլորը սուրբ են, սպիտակ կոմբինացիաներով են ման գալիս։ Գալու է։ Սա որոշում է, որը որ ես որոշում եմ ու ես ամեն օր պիտի իրան պահեմ։ Սա որոշում է Տեր, ես թողում եմ։ Ես որոշում եմ, մի կողմ եմ դնում։ Ինձ մինչև վերջ ատամներով պաշտպանելու մանկությունը։ Ես որոշում եմ ու մի կողմ եմ դնում միշտ ճիշտ լինելու գերազանց ունակությունը, ում մոտ կա այդ, մենակ ես եմ, քույրեր, ես չգիտեմ ոնց է ստացվում, բայց դուք ցանկացած ընտանեկան վեճի մեջ միշտ ճիշտ եք, թե մենակ իմ մոտ է տենց, ամեն ասում են տղերքը, սաղը սեր գիտենք որ տենց է, դա ունակություն է, դա մանկությունից բերած ունակություն է, ցանկացած վեճի մեջ ճիշտ լինելը, ու երբ որ դու չես ուզում այդ մի կողմ դնել, դու գիտես ինչքան նման ես Եվային ու Ադամին, իրանք այդ ունակությունը ձեռք բերեցին մեղսագործությունից հետո, իրանց պաշտպանել, ուր ես տանում հովի ջան, որ սաղ տեղերը մենք սխալենք, ոչ,
Ես տանում եմ քեզ արքայության շահը պաշտպանել, արքայության մթնոլորտը, թողել մանկությունը, սա նույնն է, որ հանես քո թզենու տերևները ու ասես Տեր դու արյուն ես թափել իմ համար, ես ընդունում եմ քո արյունը իմ թզենու տերևների փոխարեն։ Ես քո որդու արյան գնով գնված հանդերձն եմ ուզում հագնեմ, որ արդարության հանդերձն է, ու սա միշտ ճիշտ լինելը չի։ Արդարությունը սա ոչ թե իրավիճակների մեջ միշտ ճիշտ լինելն է, արդարությունը սա հասկանալն է, որ ինքն է քեզ արդարացնում, որ քո մեղքը մեղադրանքը իր որդու վրա է։ Իմաստությունը սա շուստրիությունը չի միշտ ճիշտ դուրս գալու, իմաստությունը սա իր կամքը, իր մթնոլորտը պահելու ունակությունն է։ Ես ուզում եմ եկեղեցի միգուցե այս քարոզը հովվական քարոզ է, որ պիտի քարոզվի հովիվներին։ Ես տեղ հովիվներ եմ տեսնում, ես տեղ առաքյալներ եմ տեսնում, ես տեղ եպիսկոպոսներ եմ տեսնում, ես տեղ ավետարանիչներ եմ տեսնում, որ Հայաստան պիտի փոխեն։ Կարող է դու նստած ասում ես, ախր այս քարոզը սկի հովիվները կարող է չմարսեն։ Ախպեր, իմ համար մի եկեղեցու անդամը 10 հովից կարող է բարձր լինի։ Թող ինձ ներեն բոլոր հովիվները, ես ուզում եմ քեզ այն կերակուրը տամ, որը որ քեզ կբարձրացնի, այն կերակուրը տամ, որը որ քեզ կմցնի քո կոչման մեջ, այն կերակուրը, որ նստած ոչ միայն քեզ կուրախացնի, թե ինչքան պուպուշ ու լավն ես, չգիտես ինչի շատերը մտածում են, այդ է շնորհքի քարոզչությունը, ու ստեղ ընդեղ տարածում են այդ, այլ որ քեզ կսթափացնի, որ մտնես քո կոչման մեջ ու հազարավորների կյանքը փոխես, բայց սա սկսում է թողելուց, մինչև չթողես, չես մտնի, մինչև չթողես մանկությունդ, չես մտնի հասունության մեջ, ու սա քո որոշումն է, ու քո այս որոշումը չկայացնելու արդյունքում քո կողքի մարդիկ այդքան էլ երջանիկ չեն, ու դու այնքան երջանիկ ես, որտև ամեն քո սխալ արարքի ժամանակ դու ապացուցում ես ինքդ քեզ, որ դու ճիշտ ես։ Սիրելի երիտասարդներ, դուք էլ պիտի թողեք ձեր մանկությունը։ Մենք բոլորս իրար հետ պետք է մտնենք այստեղ։ Եկեղեցու համար նոր ժամանակ է։ Սեպտեմբերից Աստված նոր բան անելու, նոր ընթացք է։ Ես հավատում եմ, որ այս խոսքը նաև մարգարեական է քո համար։ Թույլ տվեք մի քիչ էլ առաջ գնամ, ունենք ժամանակ։ Ինչ լավ է Միլեն այսօր չի եկել ծառայության։ Ասում եմ լավ չի։ Ամարդ ինձի սահմանափակող չկա։ Թույլ տվեք մի քիչ էլ գնամ առաջ։ Այս եմ ասում, քանի դեռ ժառանգը երեխա է ծառայից ոչինչով չի տարբերում, թեև ամեն բանի տեր է, Գաղատացիս 4:1։ Քանի ժառանգ երեխա է, ծառայից ոչինչով չի տարբերվում։ Ինքը ծառայի պես է ապրում։ Ինքը ծառայա։ Քանի դու չես թողել քո մանկությունը, միշտ կլինի մեկ ով քեզ կծառայեցնի, միշտ կլինի մեղք ով քեզ կծառայեցնի, միշտ կլինի իրավիճակ ով քեզ կծառայեցնի, միշտ կլինի քեզ վիրավորող ու դու այդ վիրավորանքի ծառան կմնաս տարիներ շարունակ, քանի դեռ դու չես թողել քո մանկությունը, որովհետև թեև ժառանգը թեև Տերը պիտի տիրի իշխի Աստված մեզ կանչել է իշխելու, տիրելու, թագավորելու, քանդելու, ջարդելու, կապելու, փշրելու,
Բայց քանի ինքը երեխա է, չի թողել մանկությունը, ինքը ոչինչով ծառայից չի տարբերվի։ Թեև ամեն բանի Տերը, թեև ամեն բանի Տերը, բայց այդ այն ինչի Տերը չի կարողանալու օգտագործի, որովհետև կան ոմանք ու ինչ-որ բաներ, որ իրան ծառայացնում են։ Իրա բնավորության ծառան է ինքը, իրա բնավորությունն է իրան ծառայացնում, դրա համար ինքը չի կարողանում օգտագործի։ Իրա փրկությունը, արդարությունը, զորությունը, շնորհքը։ Ինչ որ մեկը վիրավորանքի ծառա է, ինչ որ մեկը իրա ստերի հետ մտքերի ծառան է, ինչ որ մեկը իրա ժառանգացի ծառան է, ինչ որ մեկը մեղքի ծառա է։ Ինչն է պատճառը, որ Աստծո ժողովուրդը մեղքին է ծառայում։ Չի թողել մանկությունը։ Հասունը որոշում է ու չի անում։ Մանուկը այսօր ընկավ հելավ։ Մենք ասում ենք լսի ուժ հավաքի։ Դու ուժեղ ես, հաղթի մեղքին։ Այդ չի կարող։ Ես այսօր եկել եմ լուծումը տամ։ Աճի, թող, բաց թող, սա քո որոշումն է։ Քայլ արա ու պահի քո որոշումը։ Ամեն։ Հալելույա։ Վերջում մենք իրար այդ աղոթք ենք անելու։ Ու վերջում մենք իրար հետ որոշելու ենք, բայց դա վերջը չի լինելու։ Մենք իրար հետ որոշելու ենք, բայց ես կարծում եմ, որ դու ամեն օր կարիք ունես քո որոշումը ամրապնդելու։ Սա ամեն օր ես թողելու, ամեն օր։ Երեխու դաստիարակության հարց կա, դեր, ես թողում եմ իմ մանկությունը։ Այնտեղ որտեղ ոտը տրորել են, ես թողում եմ իմ մանկությունը։ Այստեղ քո շահ պիտի պաս, ես թողում եմ իմ մանկությունը։ Եկան քո մոտ բամբասելու, ես թողում եմ իմ մանկությունը։ Ես հասուն եմ։ Ո ինձ վիրավորեցին, հա? Բայ հով ջան, ես թողում եմ իմ մանկությունը։ Ու մենք իրար հետ, ես ձեզ օգնելով, դու ինձ օգնելով գնալու ենք առաջ։ Իրար նայելով, իրար բարձրացնելով, իրար թև տալով։ Բայց ես ուզում եմ մի բան ասեմ, մի արդարացրու քո մանկությունը, մի գրկի, մի սեփականացրու հակառակը, դեմ եղի դրան, պայքարի դրա դեմ։ Մենք մեր երեխեքի անկարգությունները չենք արդարացնում, մենք պայքարում ենք մեր երեխեքի անկարգությունների դեմ։ Իսկ երբ որ հերթը ասում է մեզ, մենք փորձում ենք արդարացնենք։ Ես ընկեր ունեմ Արտուրը Մուսայելյան, մի օր ասեցի հով ջան, ես քեզ իրավունք եմ տալիս, որ դու խոսաս իմ կյանքի մեջ, հանդիմանես ինձ, եթե տեսնես, որ սխալ եմ անում։ Ես տենց 3 հոգի ունեմ, որ կարա հանդիմանի ինձ, երբ որ տեսնի ես սխալ եմ անում։ Ու ինքը պտտվեց ինձ, ասեց, իսկ երբ որ ես ասեմ, որ դու սխալ ես, հանդիմանեմ, դու կընդունես, թե կարդարացնես քեզ։ Ես սկսեցի մտածել, որտև մարդու բնույթը հակված է միանգամից իրան արդարացնելու, չէ՞։ Դուք տենց չեք, դուք այլ մոլորակից եք, ես եմ մենակ տենց, դուք տենց չեք։ Երբ որ քեզ ասում են քո սխալը, դու միանգամից քեզ փորձում ես արդարացնել ու բացատրել, թե դու էդի ինչի արեցիր։ Ու ես սկսեցի մտածել։ Ես իրան մի կես ժամ հետո եմ պատասխան տվել ու որոշել։ Ասեցի հա։ Ես չեմ արդարացնի, ես չեմ բացատրի ես այդ խեղմարը։ Ես կասեմ ճիշտ ես, ես կփոխվեմ։ Շատ բան չի ասենց, մի 3-4 բան է դրանից հետո ասել։ Բայց այն ինչ որ ասել ու այն ինչ որ փոխվել է, արժի։ Միգուցե հենց հետ է ծնել Էլբեթելը ոչ մենակ Սամի հետ միասին։ Միգուցե հենց այդ է հավաքել երիտասարդներին,
ոչ մենակ մյուս հովների հետ։ Երբ որ քո կողքը կա մարդ, ով քեզ ուղղում է, իրան մի վանի ինքն է քո ընկերը։ Գիտեք ովքեր են մեր թշնամիները, անկեղծ ասեմ։ Նրանք ովքեր ինչ անում ենք մեր գլուխը շոյում են։ Աստծո խոսքը ասում է, մեկը կար կաղ։ Իծնե կաղ մի մարդ կար, Գործ 3-րդ գլուխ, ավարտում եմ ես կարդամ, որի ամեն օր, որին բերում էին տաճարի դռան մոտ էին դնում, որ գեղեցիկ էր կոչվում, որ նա տաճարը մտնողներից ողորմություն խնդրի։ Գիտեք ովքեր են այս կաղի թշնամիները, նրանք ովքեր ամեն օր այդ կաղին բերում են ու դնում են այդ տաճարի դռան մոտ։ Իրանք իր անկերներն են, իրանք իր թշնամիներն են։ Իրանց ձեռ էր տալի, որ այդ կաղը կաղ մնա, որովհետև փող կար մեջը։ Իրանք նրանք են, ովքեր ամեն ինչ անում են, որ իրանք նրանք չեն, որ են անդամալույցին բերեցին Հիսուսի ոտերի մոտ դրեցին։ Իրանք Հիսուսի ոտերի մոտ չեն բերե կաղին, իրանք տաճարի դռան դեմն են գցե իրան։ Տաճարի մեջ չէ, դռան դեմը, որովհետև ինքը որ կաղ էր, իրանց ձեռ էր տալիս, իրանք փող ունեին այդտեղից։ Քո թշնամին նա է, ով երբ որ դու խնդիր ունես, գալիս է քո գլուխը շոյելու, ոչ թե քեզ հանդիմանելու քո խնդրի համար։ Երբ որ Պետրոսն ու Հովհաննեսը բժշկեցին կաղին, ես նույն քարոզը չեմ քարոզում, ես ուրիշ քարոզ եմ քարոզում։ Աստծո խոսքը ասում է ինքը վեր ելավ, ցածկեց ու մտավ Աստծո տաճար։ Առաջի անգամ կաղը մտավ տաճար, երբ որ Պետրոսին ու Հովհաննեսին հանդիպեց։ Շատերը ստեղ նստած եք, շատերն էլ եկեղեցում չեն այսօր, որովհետև ոմանք իրանց բերում ու դնում են եկեղեցու դռների մոտ։ Երբ որ ինքը բողոքում է եկեղեցու ինչ-որ խնդրից, դու ոչ թե նայես ով հանդիմանում ես, այլ դու նայես, որ իր գլուխը շոյում ես, իրան տենց էլ չթողելով, որ ինքը մտնի եկեղեցի։ Տենց էլ չթողելով, որ ինքը դառնա լիիրավ անդամ, ու ինքը միշտ տատանվում է եկեղեցու դռների մոտ, ինքը մարմնով եկեղեցու ներսում է, բայց հոգով ինքը դռների մոտ է, այսօր եկուց, ու դու իր գլուխը շոյում ես, դրանով վնասելով իրան։ Ես խորը բան եմ ասում, քեզ թվում է դու օգնում ես իրան, ես քեզ հասկանում եմ եղբայր, ես քեզ հասկանում եմ քույրիկ, նրանք սխալ վարվեցին, դու լավ էլ ճիշտ վարվեցին, քո սխալը քո երեսին ճպցնելով, որ փոխվես, նրանք շատ վատ վարվեցին քո հետ, ու ինքը մնում է կաղ, ունի ոտքերը չի քայլում, ունի պարգև, բայց իր բնավորությանը խանգարում է։ Ինքը մնում է մեկը, ով չի մտնում, չի ինտեգրվում այդպես է։ Ինքը մնում է մեկը, ով Պետրոսի ու Հովհաննեսի կարիքը ունի։ Մեկը, ով ոտք ունի, բայց չի քայլում։ Նայում ես ամեն ինչ նորմալ է, նվիրում չունի։ Ունի, մինչև իր ոտքը կտրորեն։ Ունի, մինչև չի հասկանա ինչ-որ բան։ Գիտեք ինչ է հնազանդությունը։ Երբ որ դու անում ես, նույնիսկ եթե չես հասկանում։ Բարձ հնազանդություն, մինչև չհասկանամ չեմ ան, էդի հնազանդություն չի։ Դա հնազանդություն չի, սիրելիս։ Միշտ չի, որ դու կհասկանաս են ինչ որ քեզ ասում են։ Դու նայում ես մի կողմից, մի բջջից, մի տեսակետից։ Ամեն անգամ չի, որ բոլոր կողմերից քեզ պիտի ասեն։ Ընդամենը խնդրում են ես ինչ արա։ Դու ուղղակի պիտի անես։ Ես չեմ ուզում, որ ես ու դու լինենք մարդիկ, ովքեր ամեն օր կբերեն, տաճարի դռան առաջ կդնեն կաղի, որպեսզի ինքը ողորմություն հավաքի, որպեսզի ինքը նայի մարդկանց ձեռքին։
Ինքը ուրիշ բանի սպասում ուներ Պետրոսից ու Հովանեսից։ Այս մարդիկ իրանք ուրիշ սպասում ունեն։ Իրանք չեն սպասում Հիսուսին։ Իրանք չեն սպասում կփոխվեն։ Բայց փառք Աստծո Պետրոսների ու Հովանեսների համար, ամեն։ Որոնք ոչ թե կպնում են կաղի վնասված տեղին, այլ բարձրացնում են իր ձեռքից։ Սիրելիս, եթե դու Աստծո տան մեջ ես, սա տեղը, որտեղ դու խարդվելու ես։ Ես չգիտեմ ինչի է Աստված միշտ հավաքում մարդկանց, ովքեր խարտոցի պես իրար խարտում են, բոլոր տեղերում տենց է։ Այս վերջերս Տիտի Ջեյքին է լսում, ասում է, եկեղեցին այնտեղն է, որտեղ ունիկալ մարդիկ կան իրար քլունգներով քլնգելու համար։ Ասում է, ուրիշը տենց կառույց չկա, այդ եկեղեցին է։ Ու Աստված է այդ մարդկանց բեր այդտեղ, որպեսզի տաշեն իրար խարտոցով։ Հալելույա Տեր։ Հալելույա Հիսուս։ Եկեք իրար հետ աղոթ կանենք։ Ուղղակի Աստծո ներկայության մեջ մնանք, Տեր Հիսուս, դու քո հոգով հիմա ստեղ ես մեր արքա։ Մեր փառավոր Տեր, մեր սուրբ Տեր, մեր կատարյալ Տեր։ Դու ստեղ ես հիմա, որպեսզի բերես բժշկություն, Տեր։ Դու ստեղ ես, որ մեզ նոր ընկերներ տաս, որ մեզ փոխես որպես ընկեր, որ մենք չլինենք այն ընկերների պես, որ մեր կաղ ընկերոջը բերում դնում ենք դրան մոտ, այլ մենք լինենք այն ընկերները, որ մեր անդամալույց ընկերոջը բերում ենք քո մոտ, որ մենք չլինենք գլուխ շոյող, որ մենք լինենք ուղիղ խոսացող, լինենք ուղիղ քո խոսքի համեմատ մեր ընկերներին խրատող Տեր, մեղքին մեղքասող, գիտեք մեր մանուկ մտածելակերպը, երեխայական մտածելակերպը, քանի որ մենք չենք թողել, ասում է երեխու պես է իր տրամաբանում, ինձ ճիշտն ու սխալը տեսնելու ունակություն չի տալիս, երեխեն ինքը ճիշտ ու սխալը չի հասկանում, այս բառը թույլ տվեք օգտագործեմ, բեմական չի, բայց չի ջոկում ճիշտն ու սխալը, երեխու ճիշտը այն է ինչ որ իրա շահն է, սխալը այն է ինչ որ իրա շահը չի, նույնը եկեղեցում, մանուկները ճիշտ է այն է ինչ որ իրա շահն է, ինչ որ իրա շահը չի, դա սխալ է, լավը նա է ով ինձ շոյում է, վատը նա է ով ինձ հանդիմանում է, դա նույն մտածելակերպն է, դա նույն մանկությունն է, իմ տղու համար ճիշտը նա է, լավը նա է, ով իրան ձմերուկ ու սնիկերս է բերում, իսկ վատը նա է, ով իրան չի թողում սնիկերս ու կոլա, մենք միշտ վատն ենք իրա համար, բայց մենք ենք իրա ծնողը, մենք ենք իրան հոգ տանում, ով ասում, որ ճիշտն ու սխալը լավն ու վատը որոշվում է, քո հանդեպ եղած բնավ, քո հանդեպ եղածով, քեզ արածով, ասեմ ով ասում, մանկությունըդ, իմ հանդեպ սխալ վարվեցին, իմ հանդեպ ճիշտ չվարվեցին, հա, տենց էր պետք, որ փոխվես, բայց իմ մանկությունը ասում է հակառակը, թող մանկությունըդ, թող, երբ որ թողես մանկությունը, դու դադարելու ես վիրավորվելուց, դու դադարելու ես նեղանալուց, երբ որ տեսնես, որ Աստված քո կողքը դրել է թանկագին մարդիկ, ովքեր վաբշե քո նման չէ, ու իրանք քո կողքն են, որպեսզի խարտեն քեզ, որպեսզի օգնեն քեզ,
Երբ որ դու մի քիչ ականջ դնես, լսես, մի քիչ էլ ինձ լսես, մի քիչ 10%, անջատած մանկությունը, դու միացրած քո հասունությունը, կանցնի 6 ամիս, կասես հովիվ շնորհակալ եմ քեզ։ Դու ինձ օգնեցիր, որ ես ավելի լավը դառնամ։ Դու իմ գլուխը չշոյեցիր ու ես կաղ մնացի, տաճարի դռների մոտ տենցել ներս չմտա։ Դու ինձ օգնեցիր։ Ես կանգնեցի ոտքի ու ես հիմա փառաբանում եմ Աստծուն։ Ես մտա իմ կոչման մեջ։ Ինչի՞։ Որովհետև դու իմ երգի տակ չպարեցիր։ Հիշում եք Հիսուսը ասում է, դուք նման եք երեխեքի Իսրայելին։ Ասում եք դուք իմ երգի տակ չպարեցիք։ Մենք երգեցինք, դուք չպարեցիք։ Մանուկները հոգևոր, թող ինձ ներեն բոլոր հոգևոր մանուկներ, այսօր շատ ուղիղ եմ։ Նրանք են, ովքեր ուզում են, որ ես իրանց երգի տակ պարեմ, չեմ էլ պատրաստվում ոտը շարժեմ։ Բա ինչ ես անել, հովիվ ջան։ Ես ձեզ ուրիշ երգ եմ տալու, նոր երգ, որը որ ձեր դառնությունների մասին չի, որը որ Աստծո փառքի մասինն է։ Ու այդ երգի տակ մենք բոլորս ենք պարել։ Հալելույա։ Հալելույա։ Այսօր ճակատագրական օր է։ Ամեն։ Այսօր հզոր օր է։ Այսօր մարգարեական օր է։ Ու այսօրը գրվելու է պատմության մեջ։ Ես հավատում եմ, որ հրեշտակները այսօր գրում են։ Այսօր հասունության օր է։ Այսօր նոր երգ երգելու օր է։ Հերիք այնքան հին երգը տես երգում, որը որ քո դժվարության, քո վերքերի ու քո խնդիրների մասին է։ Այսօր նոր երգ կա քո շուրթերին։ Այսօր նոր երգ կա քո կյանքի համար, որը որ Աստծո մեծության ու Աստծո փառքի մասին է։ Հալելույա։ Ես ավելի լավ եմ քարոզում, քան դուք արձագանքում եք մեկը։ Հալելույա։ Փառք ես Տեր։ Հալելույա։ Կգաս Գեղամ ջան։ Արի։ Մենք ես փառք ենք տալիս մեր արարիչ։ Այս նոր օրվա համար, այս նոր ընթացքի համար։ Մենք ես փառք ենք տալիս մեր արարիչ, հա երբեմն մեզ ցավում է։ Երբեմն հոտ է գալիս Տեր, բայց դա դու ես, երբեմն ճնշումներ են գալիս այն հողից, որը որ գալիս է մեր վրա, բայց դու մեզ չես թաղում, դու մեզ չես պատրաստվել թաղես, դու մեզ ցանում ես, դու մեզ պարարտացնում ես, դու մեզ ջրում ես, որ մենք պտուղ բերենք քո արքայության մեջ Տեր։ Ես աղոթում եմ ու հռչակում եմ պտղաբեր եկեղեցի Հիսուսի անունով, ամեն մեկին ինչ որ խոսել ես Հայր, ամեն տեսիլք, ամեն մարգարեություն պիտի կատարվի Հիսուսի անունով, ամեն մեկի կյանքի մեջ, ու ամեն խանգարող մանկություն, ամեն խանգարող բնավորություն, ամեն նեղացկոտություն, ամեն լավ ու վատ անել, տաք ու սառանել, ես կանգնեցնում եմ Հիսուսի անունով, այսօրվանից, այս եկեղեցու մեջ, ամեն բամբասանք, ամեն որոշումների քննարկում ես կանգնեցնում եմ Հիսուսի անունով այսօրվանից այս եկեղեցու մեջ։ Ինչպես սկսել ենք 11 պատվիրանով, մի բամբասիր, այդպես այս նոր սեզոնի մեջ ենք մտնում 11-րդ պատվիրանով, մի բամբասիր։ Հալելույա։ Ուզում եմ այս երկրպագության ընթացքում, որ Գեղամը կառաջնորդի, մտածեք այն ցավացրած տեղերին, հիմա Գեղամը դեղ կդնի, ես դեղել եմ, թող Գեղամն էլ եղի, Գեղամ ջան, եղդիր։ Գիտեք, մի հատ բան ասեմ, չնեղանաք ինձանից, դեղողնել եմ ես, եղողնել եմ ես, ու որտեղ պետք է, ու պետք է երբեմն դեղել, պետք է երբեմն խստություն, պետք է երբեմն հանդիմանություն, դրա համար ենք մենք իրար հետ ծառայում, ցաված ոչինչ,
կմնացնի, կմեծանաս, կմոռանաս։ Դու կասես չեմ մոռանում, չես մեծանում։ Կմեծանաս, կմոռանաս, խոսքը ասում է թող մանկությունը դու կմոռանաս։ Ուզում եմ այս երկրպագության ընթացքում ուղղակի լսես Աստծուն, լսես այն ինչ որ ուզում ա թողես, լսես այն գծերը բնավորության որ պիտի թողես, միանգամից չի լինելու։ Կամաց ու մենք իրար հետ վերջնական որոշման աղոթք ենք անելու։
Jesus, 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 Շունեմ ես իմ կյանքում քեզ է օրնում իմ սրտի ամեն հարված իմ հոգու ամեն շարժում քեզ է օրնում միայն քեզ է ծայրված ինչ ունեմ ես իմ կյանքում Jesus, Jesus, Jesus. Hallelujah, Paravorai. Hallelujah, Տեր։ Մենք քո առաջ ենք մեր ամեն ինչով, Տեր։ Օգնիր մեզ, Տեր, թողել մանկություն ամեն օր։ Օգնիր թողել, Տեր։ Օգնիր թողել, որպեսզի աճել, Տեր։ Թողել ինքներս մեզ պաշտպանելը, որպեսզի աճենք, Տեր։ Օգնիր լինել օրհնություն մարդկանց համար, Տեր։ Որոշումն է քո կյանքում աշխատելու։ Նոր Վահան աղբերը մի հետաքրքիր բան ասեց, երբ որ հայրը Հիսուսին ուղարկում էր մեռնելու, չարչարվելու, դա Հիսուսի հանդեպ ճիշտ էր թե սխալ։ Աստծո խոսքը Հիսուսի չարչարանքը մեր համար էր, իմ ու քո համար էր։ Եթե ես ու դու պատրաստ չենք մեր աչքը վերցնենք ու իր հետևից գնանք, մենք չարչարվենք մյուսի համար, մենք լռենք մյուսի համար, մենք զրկանք կրենք մյուսի համար։ Հա թո ինքը հաղթի, թո հաղթի։ Զատո ես եմ արքայության շահը։ Ու մեր օգուտ Հիսուսի չարչարանքը ընդཐུպ մահը։ Հիսուսը չարչարվեց մահացավ, դա Աստծո կամքի մեջ էր թե չէ։ Իհարկե։ Կատարյալ Աստծո կամքի մեջ Աստծո որդին մահանում էր։
Ուրեմն երբ որ ես Աստծո կամքի մեջ եմ, ինձ դժվարություն չպիտի լինի։ Ո՞վ է խաբեք ես։ Հենց դու զրկանք ես գրում ինքդ, որ դիմացինը չկրի զրկանք։ Քրիստոնեությունը ավելին է, քան քո շահը պահելը։ Քրիստոնեությունը կյանք է։ Քրիստոնեությունը ավելին է, քան երկրպագելը ձեռքերը բարձրացնելով։ Դա էլ է քրիստոնեություն։ Քրիստոնեությունը ավելին է, քան խոսքը կարդալը։ Մենք եկել ենք ուրիշ քրիստոնեության։ Երեխա դաստիարակելն է քրիստոնեությունը, լռելն է քրիստոնեությունը, գլուխը կախելն է քրիստոնեությունը, սուրբ կյանք ապրելն է քրիստոնեությունը, ուրիշին կյանք տալն է քրիստոնեությունը, թե չէ, այդ ավելին է, քրիստոնեությունը ավելին է, քան մենք մտածում ենք եկեղեցի, ավելի խորն է, ավելի զոհող է, զոհողությունն է քրիստոնեությունը, ավելին է, ես ուզում եմ, որ հիմա, սուրճ, որ չխմես աշխարհը չի քանդվի, բայց որոշումդ կայացրու, հիմա Աստծո առաջ եղի, դու խոսա իրա հետ, թող քո մանկությունը, թող քո էգոիզմը, թող քո եսակենտրոնությունը, ծառայությունը ավելին է, քան այն ինչ որ դու անում ես, եւ եթե դու ինչ որ բան անում ես, որպեսզի ավելի ճանաչում, ավելի ընդունելություն վաստակես, վայ քեզ, դու քո վարձքը արդեն առար։ Եթե դու ինչ որ բան ես անում, որպեսզի քեզ ավելի լավ վերաբերվեն, վայ քեզ, դա էր ընդամենը քո վարձքը։ Ծառայությունը ավելին է, դա չերևացող է, դա լուր է։ Հիմա ժամանակ ուղղակի ուզում եմ եկեղեցի, դու Տիրոջ հետ խոսաս, դու Տիրոջ հետ լինես, դու իրա հետ խոսաս, թող այն ինչ քեզ խանգարում է, էգոիզմ, մանկություն, որբություն, աշխարհի մտածելակերպ, եկեղեցում հարցերը չեն լուծվում ինչպես հիմնարկներում, մենք արքայության մթնոլորտն ենք բան, թող ամեն բան, ասա Տեր ես քեզ եմ տալիս, օգնիր ինձ, օգնի ամեն անգամ երբ որ իմ մանկությունը գլուխ է բարձրացնում, նորից իրան ճզմեմ, ամեն անգամ ու մենք ամեն անգամ մեր կյանքի տարբեր ոլորտներում ունենալու ենք այդ հնարավորությունը ճզմել մեր մանկությունը կամ թույլ տալ որ ինքը գլուխ բարձրացնի ասի գնա այս ինչ արա ու դու անում ես ու էդի քանդում է քրիստոնեության հիմքում Հիսուսն է որը որ երևում է ոչ թե դու հալելույա Հալելույա, եկեք ուղղակի ժամանակ վերցնենք Գեղամ ջան, արի մի փոքր տանենք լռության մեջ Հիմա ուզում եմ լռության մեջ ժամանակ վերցնենք Մի քանի րոպե, դու Տերը Երեխեքը որ խոսան ոչինչ Ուղղակի կենտրոնացի Աստծո վրա, փակի աշկերդ, թույլ տուր ինքը խոսա քո հետ, թույլ տուր ինքը կպնի քո սրտի լարերին, իմ էմոցիոնալ քարոզը չունի ավելի ազդեցություն, քան Սուրբ Հոգու մի խոսքն ու հպումը, թույլ տուր ինքը կպնի քեզ, Սուրբ Հոգի մենք բացվում ենք քո համար,
բան եմ ուզում ասեմ։ Հիմա չեմ հասկանում, Տիրոջ ուզում էի աղոթեի, որ Տեր մենք երկնքից թար մանանա ենք ուզում ամեն մեկս, Տերը չթողեց, ասեց մանանան կտրվել է ձեր համար։ Էդ լավ է։ Էդ լավ է։ Մենք մտնում ենք Քանանի երկիր։ Հաջորդ ծառայության ամեն ավելի շատ Տերը կբացի։ Մանանան կտրվել է մեր համար։ Հիմա մենք պիտի մեր ուժերով, մեր հացը Քանանի երկրից հայթայթենք։ Ու դա աճ է։ Աճ։ Երբ որ ծիտը բերանը բացում է արծիվը, իրան կերակրում են, էդի մանանայա։ Այդ ժամանակը գալիս ինքը բերանը փակում է, թևերն է բացում։ Ինքը աճել է, ինքն է իր հացը հայթայթում։ Էլ պետք է դու 4 տարեկան ես, 5-ի մեջ ես մտնում, մանանան կտրվել է, Տերը ասում է, դու ես քո հացը հայթայթելու, մտնելու ժամանակն է, առատության մեջ, խոսք ունես արի, ստացել է, այսօր գոհարն առավոտը բան ստացի, ասեց սեպտեմբերին կգամ կասեմ, Սա նոր ընթացք է, սա զորավոր ընթացք է։ Մի հատ բան ասեմ, թող ոչ ոք չնեղանա, թոզ փչելու ընթացքը անցավ։ Հիմա ամեն ինչ իրական է։ Հալելույա Տեր։ Հալելույա, հալելույա, հալելույա։ Հալելույա, Տերը փոխում է, Տերը խոսում է։ Ինքն է իր տան Տերը, ինքն է իր տան գլուխը, հալելույա։ Եկեք սենց անենք, եկեք այս ֆոնի վրա մնանք։ Ես ոչ ոքիդ չեմ առաջարկում սուրճ խմել։ Այ հենց ես էլ թող գեղ, այ հենց սենց։ Ուզում ես մնա նստած քո տեղում, խոսա Տիրոջ հետ, մնացեք, լսե այդ կոֆեն բան չի անելու քեզ։ Մնա, ինչ որ ժամանակ վերցրու, մնա, կողքինիդ հետ խոսա, Տիրոջդ հետ խոսա, կվերջացնես, նոր գնա սուրճի։ Ամեն։ Վահանը խոսք ունի։ Գիտեք, որպեսզի մենք կարողանանք մտնել, դու կարողանաք մտնել նոր ընթացքի մեջ, Աստված ոչ մի բան զոռով չի անում։ Ուզում եմ լսեք ինչ եմ ասում, Աստված ուզում է, որ մենք կամք գործադրենք։ Եվ քերովբեների երկրպագություն ու մարդու երկրպագությունը տարբեր է։ Աստված նստում է քերովբեների վրա, հեծում է քերովբեներին, բայց մարդու վրա չի նստում ու մարդուն չի հեծում։ Եվ մեկ ասել է, որ եթե հրեշտակները կարողանային մարդուն նախանձել, կնախանձեին երկու բանի համար։ Մեկը այն, որ մարդը չարչարանքների ճանապարհով հասնում է կատարելության, հրեշտակները չունին նման բան։ Երկրորդը սուրբ հաղորդությունն է, որ մարդը կարողացավ հաղորդ դառնալ Քրիստոսի չարչարանքներին։ Եվ մի քանի օր առաջ մի հատ պատվեր էր եկել, մարդ դարա նորավանք։ Գնացինք բան, խոր վիրապ, ասի խոր վիրապ չեմ մտնի այդ փոսեն կանը մտել է, արդեն Գրիգոր Լվսավորիչինցի դեմքով է ճանաչում էլ բան չէ։ Շատ էմոցիոնալ գնացինք, հետ եկանք ճանապարհին իրանք sense ոգևորված, նորավանքից են իջնում, դրեցին նորավանքի մոմերը բան։ Եվ ես մտածում եմ, ասում եմ նայեք, մեր քրիստոնեությունը sense տուրիզմի նման մի հատ բան է։ Մի հատ գանք, մի հատ հպվենք, մի հատ կպնենք, մի հատ փոսը իջնենք, հելնենք, բայց արժեքը ստեղծել է փոսի մեջը 14 տարի մնացողը։ Արժեքը ստեղծել է նորավանքի պատերը սարքողը, տաշողը, փորողը, փոշոտվողը, կեղտոտվողը, մուրճով մատին խփողը,
անկախ հանգամանքներից մինչև վերջ մնալցող գործանողը։ Եվ մենք էլ ենք գալիս ենք հավաքույթի ասում ենք Տեր մի հատ կպնիմ խաչից նորավանքի մոմերը մի հատ կպնիմ մի հատ զգամ բայց քչերն են ուզում խաչը տանին Եվ Հիսուսը չասեց ստեղ մի հատ խաչ է դրած ով եկավ կպավ լավ է ասեց վերցրու քո խաչը եւ արի իմ հետևից Հաջորդ գլխի մեջ, երբ որ Հիսուսն ասում է վերցրու քո խաչը եւ արի իմ հետևից, հաջորդ գլխի մեջ Հիսուսը գնում է պայծառակերպության։ Եվ մտածում ես, ուր կտանի ինձի, եթե ես վերցնեմ խաչը եւ գնամ Հիսուսի հետևից։ Դու կգնաս դեպի պայծառակերպություն։ Քրիստոսի խաչը եւ մեր խաչը մեզ տանում է պայծառակերպություն։ Եվ դրա համար այն ինչ որ խոսած Վարազդատ եղբայրը որոշման հարց է, որոշում, ինքն իրան չի լինի, ու երկրպագության ժամանակ ես մի հատ բան էլ առա, և ուզում եմ ձեզ էլ ասել, հնազանդությունը կամ Աստծո առաջ խոնարհվելը մի բան է, որ մենք միշտ սպասում ենք ուրիշից, բայց Աստված ինչքան շատ է քեզի բարձրացնում, դու այնքան շատ պիտի խոնարհվես։ Ինչի, որովհետև Աստված ինչքան շատ է քեզի բարձրացնելու, քու միջոցով իրա հայտնվելու պատասխանատվությունը մեծանում է։ Դեռ էսի շատ լուրջ բան է։ Ես ուզում եմ մի հատ աղոթեմ եկեղեցու։ Տեր Հիսուս, մենք օրհնում ենք քո անունը։ Եվ մենք գիտենք, որ Տեր հավատքի ընթացքը պարզ, հեշտ ընթացք չէ։ Եվ խաղալու խաղալիքների ընթացք չէ։ Այլ լուրջ նվիրման, խաչը վերցնելու, գնալու, մանկությունը թողնելու, լրջանալու, պատասխանատվությունը վերցնելու տածք է։ Եվ ես աղոթում եմ Տեր, որ դու տանիս եկեղեցին մի հատ նոր ընթացքի մեջ, հասունության մեջ, որտեղ դու եկեղեցին կպատրաստես աճի, տարածվելու, ընդունելու ընդունակություն կտաս։ Մենք օրհնում ենք Տեր քո ժողովուրդդ եւ աղոթում եմ Տեր, որպեսզի քո կամքդ բացահայտ դրսևորվի այս եկեղեցու մեջ Տեր։ Դու մեզ այդ խոր վիրաբիչ, դեմ նորավանքի կամ մյուս արժեքների պես դու մեզ տաշում ես, փոխում ես, ձևավորում ես, հավաքում ես իրար գլուխ եւ ուզում ես նաեւ որ մենք մասնակից լինենք քո process-ներին, որովհետեւ դա է մնալու սերունդներին։ Օրհնում ենք քո անունը դու մեծարում Տեր։ Թող քո սուրբ հոգուտ գետերը հոսեն Տեր։ Թող քո սուրբ հոգուտ գետերը հոսեն։ Ես աղոթում եմ Տեր, որ քո եկեղեցին քո միտքը ունենա։ Հրեշտակները գիտեն քո կամքը, գիտեն աստվածային գիտելիքը, բայց քո միտքը չունեն։ Իսկ դու մարդուն արեցիր, որ մարդը քո միտքը ունենա։ Ես աղոթում եմ Տեր, որ քո ժողովուրդը քո միտքը ունենա։ Քեզպես մտածի Տեր։ Քեզպես առաջնորդվի։ Որ դու փառավորվիս ամեն բանի մեջ։ Ամեն։ Հալելույա։